ժամանակ եք աշխատում։ 22 տարի։ 90 թվից։ Կռվի տարիներին ոնց էր ստեղ վիճակը։ Շատ վատ էր։ Դասերի մեծամասնությունը գազապաստարաններում էին անցկացնում։ Դասերի կիսաթողում էին։ Շատ ժամանակ էլ պարապմունքները 15 րոպեանոց այնքան որ առաջադրանքներ տան երեխաներին։ Այդ ընթացքում մնքի գրադարանն է միշտ եկել եմ տեղում։ Իսկ ասենք ինչ որ եղել է որ դպրոցին կպնի հենց փոցի։ Չէ։ Դասի ժամին չի կպել դպրոցին, աշխատանքային ժամին։ Ընթացքում գրակոչների ժամանակ այն մյուս կորպուսին ա խփել, որտեղ գրադարանն էր, գրքերի մեծամասնությունը փչացավ, լրիվ քայքայվել էր, պատուհաններ ով որ ճնշման տակ գրքերը թռել էին, անձրևների տակ արդեն փչացել էր, թթել էր։ Հետ մնացել է այդ գրքերից հին։ Այստեղ գրքեր կա որ երեխաները որ չեն թերթել, չէ, էլի են բեկորներից կա արանքներում, աղազի այս կտորներից կա, որը որ ծրագրով չեն ասում այդ գրքերը թերթելից մեկ-մեկ տենց են բեկորները։ Ակա բեկորներից, այս կազմերից սրացվեր է կա, էլի, որ տենց բան արել են։ Հա, էտ է տեղի կարող ալի, հա, են այ բեկորներից։ Ինչա համաշխարհային գրականությունն է, հա։ Էտա այնա, էտելա բեկորից։ Բայց էլի կարդում են, հա, փաստորեն այդ վիճակում։ Հա, էլի կարդում են, էլի տանում են։ Ճարահայր ինչ անում։ Իսկ հիմա կրակոցները լինում է դպրոցի վրա։ Դպրոցի վրա չէ, բայց մեկ-մեկ լինում է, բայց փոքր զենք։ Մեծով վրա չկա։ Բայց փոքր զենքից կրակում են դպրոցի վրա։ Դպրոցի գյուղամիջ գյուղին կրակում են փոքր զենքից։ Փոքրիլի մեծին են բախում են արդեն ժողովուրդը, երեխաները բախում են արդեն, որ մեկ տեսել են բախում են։ Պարզան, բայց շարունակում եք դասերը։ Որ շարունակենք դպրոցը կփակվի, գյուղը կդատարկվի։ Պահում եք մի խոսքով։ Հա, դպրոցը պահում եք, գյուղը պահում եք, սահմանը պահում եք։ Շատ լավ, շնորհակալ եմ։